ցանկացած իրավիճակում, եթե զգում եք, որ դա պետք է ձեզ բերի կոնֆլիկտի, փորձեք հասկանալ։ Փորձել հասկանալ մյուս կողմի տեսակետը։ Սա էլի այն մասին է, որ ամեն մեկս ունենք մեր տեսակետը, ամեն մեկս ունենք մեր պատկերացումը ցանկացած հարցի շուրջ։ Եվ եթե ես փորձեմ անընդհատ իմ տեսակետը առաջ մղել, միգուցե դիմացի մարդուն այդքան էլ հարմար չլինի, ուտեղ էլի առաջանա կոնֆլիկտ։ Մարգարիտա ջան, տեսա, հեսա վերջացնեմ ու միկրոֆոնը ձեզ փոխանցեմ։ Լսել առանց ընդհատելու։ Սա երևի իմ կողմից ամենասիրելի կետերից մեկն է։ Ես թե առանձին վիդեոներով եմ պարբերաբար այս թեմային անդրադառնում, թե դասընթացների ժամանակ, երբ դիմացինը խոսում է, փորձել լսել, ոչ թե ասել, հայ, գիտեմ, ես այդքանը լավ գիտեմ, հերիքար մի երկարացրու, այլ փորձել միջև վերջ լսել միտքը։ Եթե զգում եք միտքը գնում է շատ ընդլայնվում է, այս դեպքում փորձեք տալ փակ հարցեր, որպեսզի դիմացի մարդը ել ավելի շատ չբացվի։ Եվ այս դեպքում կկարողանաք արդեն ավելի հստակ հասկանալ։ Այսինքն առաջի 3 կետը, որ հիշենք, փորձենք չարձագանքել միանգամից հույզերով, փորձենք հասկանալ մյուս կողմի տեսակետը եւ լսել առանց ընդհատելու։ Մարգարիտա ջան, միկրոֆոնը փոխանցում եմ ձեզ։